Շնորհակալություն, պարոն Սահակյան, անկեղծ ասած կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդրին ազգային ժողովը պետք է ոչ թե post factum արձագանքի, այլ մենք պետք է նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկումներ իրականացնենք, որովհետև կան բազմաթիվ հարցեր, ամենակարևոր հարցը հետևյալն է, թե ինչպես է Հայաստանի էներգետիկ ցանցերը, ինչպես են $300 միլիոն պարտք կուտակել։ Հիմա դուք ասում եք նաև, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց հիմա արդեն նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ բաշխից ցանցերի ղեկավարության կարծիքով սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած Lexus-ների, Mercedes-ների համար եւ անտրամաբանական գնով վարձակալված տարածքների համար, եւ ես կարծում եմ, որ ազգային ժողովը այստեղ չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի, որովհետեւ իհարկե մեր օրակարգում կան բազմաթիվ հարցեր, բայց կարծում եմ այն մարդիկ, ընտրողները, ովքեր ձևավորել են այսօրվա ազգային ժողովը, ուղիղ պահանջ ունեն, որպեսզի մենք կարողանանք գտնել այս հարցերի պատասխանները եւ հասկանալ, թե որքանով է հիմնավորված բաշխից ցանցերի հայտը։ Շնորհակալություն։ Ես չեմ կարծում հարցի համար պիտի բանակների բաժանվենք, ասենք այո կամ ոչ։ Սա իրոք, եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, դա բոլորիս հոգսն է, բոլորիս մտածության առարկան է։ Իսկ ինչ վերաբերում է հենց այսօրվանից քննարկելու համար, մենք որևէ նյութ չունենք դրա համար, դա ներկայացվել է համապատասխան լիազոր մարմնին, դա է այդ պատճառով ասում եմ, երբ արդեն լիազոր մարմինը պատրաստ կլինի, իսկ իմ տեղեկություններով այս երկու օրը արդեն իսկ որոշակի ուսումնասիրություններ կունենա, կհրավիրենք լսումների, այնպես որ ես չեմ կարծում, որ եթե նյութեր ունեք, խնդրեմ դուք ինչ-որ խոսում եք Lexus-ների կամ այլ չարաշահումների մասին, եթե այդ նյութերը ունեք, միանգամից համապատասխան մարմնին կարելի է տեղեկացնել, որպեսզի հարցը քննարկվի։ Եթե ցանկանում ենք համոզվենք, թե ինչպիսի վերլուծություններ կան, ուրեմն պիտի սպասենք, մինչև համապատասխան լիազոր մարմինը փորձի ներկայացնել ձեր բոլորիդ։